Սեպտեմբերի 30-ից հետո մերձավոր արևելքում ստեղծվել է աշխարհաքաղաքական նոր իրավիճակ։ Ռուսաստանը փորձեց դառնալ ակտոր, դառնալ գործող այս ռեգիոնում, որպեսզի նախ մի նպատակը իր ընկեր Ասադին պահելն էր, եւ երկրորդ նպատակը այն էր, որ այստեղ դառնալով ուրեմն գործող անձ Ռուսաստանը մտածում է, որ կարող է ուրեմն Սիրիայում իր դերը ծախել, դրա դիմաց Ուկրաինայում լուրջ զիջումներ ձեռք բերելու դիմաց։ Եթե 3 տարի առաջ Ռուսաստանը իր աջակցությունը հայտներ դեռևս իրեն լավ զգացող, բանակ ունեցող, քիչ շատ հզոր սիրիական իշխանությունները ավտոմատ կմերժեին, չէին թողի։ Ռուսաստանի ներկայությամբ անհանգստացած են բոլոր երկրները եւ հատկապես Թուրքիան։ Վերջինս նախագահական մակարդակով արձագանքեց ռուսական ավիահարթիռների իր տարածքում 2 անգամ հայտնվելու փաստին։ Էրդողանը մասնավորապես հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է կորցնել իր նման դաշնակցի, ինչպես նաեւ իր օդային տարածքի ամբողջականությունը խախտելու հաջորդ նմանատիպ փորձը անարձագանք չի մնա։ Թուրքիայի հիմնական մտավախությունները երկուսն են։ Առաջինը այն է, որ Ռուսաստանը իր գործողություններով կամրապնդի Ասադի ռեժիմը, իսկ դա նշանակում է այստեղ կոնֆլիկտի երկարաձգում եւ կոնֆլիկտի թեժացում, եւ մյուս խնդիրը իհարկե քրդերն են։ Նաև հայտարարություններ եղան սիրիական քրդերի որոշ շրջանակներից, որ նրանք ակտիվորեն ներգրավելու են իսլամական պետության դեմ պայքարում։ Այսինքն սա որոշակի հնարավորություն է տալիս այն հատվածները, որոնք որ կային նրանք, հիմա էլ ավելի այսպես ընդլայնել իրենց կողմից վերահսկվող տարածքները։ Քրդերը կարծում կօգտվեն այս հնարավորությունից։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանի համոզմամբ նման գործողություններով Ռուսաստանը սաստում է Թուրքիայի ախորժակը։ Դավիթօղլուի ակաժները տեսել եք։ Պուտին ակաժներ քաշում է, ցավում է։ Սահմանափակում են հնարավորությունները, իրենց ախորժակի ճամփեն փակեցի։ Ասես աշկդ կհանեմ, եթե չչափավորվես։ Հիմա դա է ասում։ Հիմա եթե շարունակի հանելու է։ Բայց այսպես թուրքերը նաև բան ունեն, այսպեսի ռուսները թուրքերին ապտակեն, որ իրենց բարեկամ մնան։ Ռուսական առաջին ավիահարվածներից հետո Սաուդյան Արաբիայի ավելի քան 50 կրոնական գործիչներ իսլամական պետություններին ջիհադի կոչ են արել, ընդդեմ Ռուսաստանի, Սիրիայի ու Իրանի։ Ռուսաստանում եղած 20-23 միլիոն մուսուլմանները բոլորը սուննի են։ Իսկ այստեղ Ռուսաստանը գործում է ուրեմն սուննիների դեմ։ Այսինքն նա ինքը իր տակ դրած ականը փորձում է, չգիտեմ, խաղալ դրա հետ։ Եվ ջիհադը իսկապես սա կարող է լուրջ հետևանքներ ունենալ Ռուսաստանի վրա։ Հիշենք, որ Ռուսաստանը մինչև հիմա էլ չի կարգավորել հյուսիսային Կովկասում տարբեր այդ մուսուլմանական համայնքների հետ, այն որ հիմա սա սառեցված վիճակում է, չի նշանակում, թե այն չի կարող ուրեմն գլուխ բարձրացնել։ Եվ իհարկե ջիհադը կբերի Ռուսաստանում ներքաղաքական լրջագույն պրոցեսների։ Եթե այս ամեն ինչի դեմը չառնվի, սա կարող է բերել Ռուսաստանում ներքաղաքական պայթյունի։ Ինչպես կարող է ստեղծված իրավիճակը անդրադառնալ Հայաստանի վրա։ Արդյոք հանդիսանալով ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը ստիպված չի լինի աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին։ Հայաստանը կարող է աշխատեցվել, գործի դրվել այն դեպքում, եթե լինի հարձակում Ռուսաստանի վրա։ Եվ նա որևէ պարտավորվածություն չունի, ուրեմն Ռուսաստանի անդերձովային ավանտյուրաներում նրան աջակցելու։ Պես որ այստեղ ՀԱՊԿ-ի դրոշի տակ Հայաստանին ներքաշելը, ես կարծում եմ, դժվար կլինի։ Փորձագետները նաև քիչ հավանական են համարում Ռուսաստանի կողմից Սիրիայում ցամաքային օպերացիայի իրականացումը, թեև այսօր արդեն ռուսները հրթիռներ են արձակել Կասպից ծովից։